Մեգա անակնկալ։ Եկել ենք ձեզ հուզացնենք այդտակ։ Հարակերտ յուղ են գնում։ Պաշտպչելա պետք է, հա մի քիչ։ Այո, էջը հեսա։ Հիմա ես ձեզ կտամ, բայց եկել ենք անակնկալ անենք սիրված մայրիկին։ Այ լինես հավեսով մի հատ։ Գնում ենք մեր Տիկին Շահանեի ծննդյան օրը շնորհավորենք իր։ Չէ, կարակ չարտահայտվեք, չէ՞։ Երեխաների, Ջամիլայի, բայց կենացն նենց ասա որ Մարատի եւ սան լսեն լավ բաներ ասում կեսից։ Վրեժի կողմից։ Իսկ նրա ամուսինը, պարոն Օմարը, հաստատ ծաղիկները կնվիրի։ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ Իրենի քիչ ջուրը զուլալ անմահական Համնու հոտը աղնու հացը անապական Ընկերություն, հետևորդություն։ Հարազատներս, բարեկամներս, այսօր մենք գնում ենք Քարակերտ յուղ են գնում, հոկտեմբերյանից մի քիչ հեռու, մի 20-30 կիլոմետր, բայց գնում ենք շատ լավ արդյունքի համար, գնում ենք մայրիկի ծննդյան օր շնորհավորենք Պորտիների եւ Դստեր կողմից, եւ այսօր մեզ հետ է Զորաբյան Էդոն, նույն ինքը Ֆոտոֆետ, հա, ճիշտ ասեմ անունը, Ֆոտոֆետ, այո, էջը հեսա, նշում ենք էջը Էդոյի, ինչ ես սպասում, Էդո, ինչ է ատոյ, Էդոն ատոյ տվեց, շատ լուրջ է վերաբերվում գործին, դրա համար պայտակ ասած սպասի տարա, ասած էլի, ախպեր, զնգումած ենս, ես խոսում եմ, ասում եմ իմ սրտի ուզածը, որ քո կամերան զապիսանի հասկանանք ձենի հետ իշ հարց կա ընդհանրապես, բայց ինչ չի թվում, որ հարցը լինի, ամեն ինչ իդեալական է լինելու, ինչպես այս ճանապարհը, թեթև խոնավ, բայց հաստատուն ճանապարհ է, անձրևը մաղում է վերևից բարակ, մաղում էր բարակ անձրև, իշեցնում պատվերը մեր, գնում ենք անակնկալ, տանենք, հասցնենք, եմ քեզ հետ Էդո, ուղղակի դու ոնց որ չես ուզում բլոգի մեջ խոսաս, Վարդան ինձ ես հիմա նկարում, ես չեմ սիրում կադրում երևալ, իզմի նկարի, ունես կանես կադրում չլնեմ, ահա այդ ենց, ես օրինակ միշտ սիրում եմ ամրակապված երթևեկել, ոչ թե որ տուգանքից եմ խուսափում, այլ Ապտեշկա ունես դա ճիշտ է Վարդան, հասկանում ես, դու էլ ամրակապվի միշտ ու կյանքդ մի վտանգ է, շատ իչ եղվիչ, նման հարցերի մեջ հանդար չեն գնաս, Հայզին որս մնականգուն նրա ոգին է ասասան հայու ջախում բացվի գարուն խինդու սիրով լծվի մանկան Հայզին որս մնականգուն նրա ոգին է ասասան հայու ջախում բացվի գարուն խինդու սիրով լծվի մանկան խինդու սիրով լծվի մանկան հայրենիքս հզորանա ու շենանա ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա որդիս հայը հայոց հողում պիտ մեծանա Ահա եւ նորից մենք հասանք մեր շատ սիրելի հոկտեմբերյան Արմավիրտ քաղաք ընկերներ եւ իհարկե հասնելու պես մեզ դիմավորում է ով դիմավորում են երկու եղբայրները իրար կողքի կանգնած ասում են բարով եք եկել հոկտեմբերյան ես էլ ասում եմ բայ իշ կա ախպեր արի մատ իրար չենք տեսա Ախպեր բաստե ինչ կա անգեր ասում եմ լավ ախպեր պրոստը եղանակները են չի դե որ են չի եղանակը մեզ այսքան վաղ չի խանգարի ու չել կարա խանգարի մենք միշտ գնում ենք այնտեղ որտեղ որ պետք է չնայելով եղանակին եւ մնացած այլ գործոններին Գերներ, հոկտեմբերյան քաղաքն է, ամեն ինչ իր տեղում, կանաչն է սկսել շատանալ, աչից ու ձախից, շատ գեղեցիկ է, արդեն կլիներ մի 10 օր հա չենք եկել հոկտեմբերյան և հոկտեմբերյանը մի անգամից ծաղկել է, ձախից Իսոմոլի Արմանը, մեր անուշ աղպերը պրիվետ, հանկարծ չասես անչ չես զանգի, աղպերական, վրազ եմ, հետում եմ գնամ բան, Քարակերտ հետո մի անգամից հետ եմ գնում Երեգնաձոր, որովհետև ընկերներ այսօր Երեգնաձորում ունենք մեգա անակնկալ։ Իմ ասած մեգա անակնկալները ուղղակի գովազդի համար չեն։ Եթե ասում եմ մեգա, ուրեմն մեգա է, որովհետև
քույրիկները, երեխաները Ռուսաստանից եկել են եւ հայրիկի ու մայրիկի ծննդյան օրը անակնկալ են անելու սրահում, գեղեցիկ հանդիսությունների սրահում։ Նրանք տեղյակ չեն, որ եկել են, պատկերացնում եք։ Ու մեկ էլ հոպլա։ Մենք եկանք ու անակնկալն արեցինք։ Հոկտեմբերյան սիրուն քաղաք, արի գնանք, Քարակերտ այսօր, հետո էլի կգանք։ Գեղեցիկ է Արմավիրի մարզը։ Հայկական կարող է պատվիրել անգամ ամերիկան Մանավանդ երբ որ հետը մի հոգել արմավիրցի կա, հետո աղբեր արմավիրցին, հետոնի մնգերը, նա հրաշալի ֆոտոգրաֆ է, այնպես որ օգտվեք նրա այդ տաղանդից և կհամոզվեք։ Ես հիմա գովազդ եմ անում, էլի մի քիչ խարը գովազդ է այդում ստե, բայց գովազդի կարիք չկա, ուղղակի ես արդեն հազար անգամ ասիմ, հետո խոսա, հետո շփվի մարդկանց հետ, որ քեզ ճանաչեն, չի շփվում, լավ չի, պետք է նենց անենք շփվող դառնա մեր հետո։ Մենք ենք բարսում ակուր հայացքով կարոսում ենք Կեներ, հասնում ենք Բաղրամյան, Յասնիկյան գյուղի կողքով։ Մենք չի հաղթի ասկության պայի Յասնիկյան գյուղ, բարև ձեզ, մենք միասին ենք այս պահին, բայց ես լքում եմ ձեզ, որովհետև ինձ կանչել են Քարակերտ, առաջվա Կարմրաքարը։ Եվ թե ինչու Քարակերտ ու Կարմրաքար, ես անցած տեսանյութի մեջ ասել եմ, որովհետև այնտեղ քարերը շատ են, իսկ քարի գույնը գերակշռում է կարմրով։ Կարմիր քարն է շատ, դրա համար ժամանակին գյուղի անունը եղել է Կարմրաշեն, իսկ հիմա Կարմրաքար։ Ինչի Կարմրաշեն չի, որտեղ Կարմրաշենը հիմա Վայոց ձորի մարզում է։ Հետ էլ իմացեք, Կարմրաշեն գյուղն ենք Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղից վերև։ Վայոց Սարի ստորոտին ծբարած գյուղը։ Ընկերներ, միշտ Քարակերտ հասնելը այս տեսարանը բացվեց մեր առաջ։ Առանց ամպերի այս հարստությունը չկա այստեղ, բայց ամպերը հիմա ամեն ինչը ընդգծեցին եւ գեղեցկացրեցին, դրա համար կնկարենք անպայման մեր Արմավիրի դաշտերը։ 4 դաշտերը, որոնք հիմա կանաչ են։ Մի քանի ամիս կանաչ կմնան, 1 կամ 2, չէ, հետո դու ստեղից ես, ասա, 2 ամիս կմնան կանաչ։ 3-4 ամիս կմնան։ 4 ամիս, հետո ասում է, որ կմնան կանաչ։ Այսինքն այստեղ ընկերներ նաև մի միտք տան, որ կարող եք գալ ու նկարվել, որովհետև անասելի գեղեցկություն է։ Դրախտային իրավիճակ, արդավայր ու գեղեցիկ լեռներ վերջում։ Սիրուն է, արդեն սիրուն չի։ Շատ բարով սիրուն է։ Գուլալիս ու հետանցիր բարդ ու դժվար ճանապարհ Գուլալիսին սրտաբաց շիտակ է արդար Երբում նկատելի է ձուն սարերի վրա եւ տեսարանը հարուստ երկու շենքեր, ապոչինայով մեքենա սլացող եւ հայոց եռագույնը։ Մենք արդեն մոտ ենք Քարակերտին։ Բայց միշտ Քարակերտը մենք դալարիկով անցանք։ Դալարիկ, բարև ձեզ։ Արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ենք անցնում դալարիկով, բայց դալարիկից գետ մեկը մեզ չգրեց բարև աղբեր, բարև ես մեր գյուղի մոտով անցնում։ Չի չեք գրում, գրեք էլի։ Գրեք որ գամ հանցնեմ, հետո կգամ ձեր գյուղ, պարտադիր։ Թողմանյայի սուրբը լինի գյուղիս պահապան Ընկերներ, մենք հիմա գտնվում ենք մի տեղ, որը քիչ հետո կիմանաք որտեղ է, իսկ հիմա սարի վրա գրված է 1915 թվական։ Սա չարաբաստիկ տարի է, որը ճակատագրական եղավ։ Լայք եք բաժանորդագրվեք, թող հետոն էլ առաջ գնա մի քիչ ընկերս։ Վարդան, մենք նկարեցինք 1915 թվականը, թեկուզ մի 5 անգամ եկել էինք այստեղ, բայց մեկ է մնացել էր աննկատ։ Մենք նկատեցինք 1915 թվականը եւ հիմա բոլորիդ ուրախ եմ հայտնել, որ մենք եկել ենք Քարակերտ գյուղ, հայոց գեղեցիկ քարերից կառուցված գյուղը։ Եկել ենք անակնկալ անենք սիրված մայրիկին։ Իսկ հիմա տղեր, նստեք գնանք անակնկալը սկսենք։ Նստեք։ Գնում ենք տանտեղը գտնենք հիմա այս պահին, հենց հիմա։ Ասեմ ձեզ ընկերներ, գնում ենք եզդի եղբայրների օջախ։
Գնում ենք մեր Տիկին Շահանեի ծննդյան օրը շնորհավորենք իր երեխաների Ջամիլայի, Մարատի եւ Վրեժի կողմից։ Գնում ենք շնորհավորական ուղերձ հասցնենք տեղ։ Իսկ նրա ամուսինը, պարոն Օմարը հաստատ ծաղիկները կնվիրի։ Սիրելի տիկնոջը երեխաների կողմից։ Մենք այստեղ ընկեր ունենք, ով պետք է մեզ դիմավորի։ Հիմա զանգենք, տեսնենք ուր է մեր ընկերը Լիլիթը։ Լիլիթը մեզ հետ հավասար հիմա փորձում է անակնկալ ավելի գեղեցիկ դարձնել։ Լիլիթ, մենք Քարակերտի սկզբնամասում ենք։ Լավ, շատ լավ, ես հիմա իմ համարը կտամ, ձեր համարը կտամ ամուսնուս, թող ինքը զանգի, մի հատ ձեզ բացատրի ուր եք գալ։ Հա, թող զանգի, մենք որ գանք հասնենք ձեզ արդեն։ Շատ լավ։ Լավ։ Ամեն ինչ գծածի պես գնում է առաջ։ Նայում ենք Քարակերտ տանող գեղեցիկ խոնավ ճանապարհը, այստեղ քիչ առաջ անձրև է եկել, այո, եղանակը վերջերս խառն է Հայաստանում, սառը ցիկլոններ են եկել, ցիկլոպները եկել են ու մեր երկիրը մի քիչ ցրտացրել են, բայց ինչ անենք, մի տեղից էլ լավ է, հողը գոնե թրջվում է, չէ՞, հողը թրջվում է, որ ծիլեր տա, կանաչի, ահա եւ Քարակերտ գյուղը, տեսեք ինչ հետաքրքիր իրար նման տներ են մեկը մյուսի կողքին, բայց սա առաջին հայացքից։ Երկրորդ հայացքից, երբ որ մի քիչ առաջանում ես, զգում ես, որ լավ էլ տարբեր են արդեն, սկսում են տարբերվել, տեսեք, արդեն սկսեցին տարբերվել մի քիչ։ Քարակերտով ճանապարհ ուրիշ գյուղեր էլ է գնում, հա, այս սկանով չի վերջանում։ Այդ սարի անունն ինչ կլինի, էլ այդ սարը նկարի թող ասեն, էլի անունն ինչ է այդ սարի, շատ հետաքրքիր տարբերվող լեռ է այնտեղ հեռվում։ Մենք փորձում ենք լեռը ֆիքսել, որը մնաստանների ետևում, ահա, երևում է հիմա։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահակահար Մինչ մեր եղբայրը կզանգի մեզ ու կասի, թե որ Սրբազան օջախ են գնում։ Գնում ենք ուրախացնենք Շահանե մայրիկին, այսօր նրա ծննդյան օրն է եւ երեխաները շաղախվել են սիրով, կարոտով եւ ուրախությամբ, որ նման լավ մայրիկ ունեն եւ որոշել են ուրախացնել։ Մենք էլ գնում ենք ուրախությունը տեղ հասցնելու։ Էդոյս հետ, Էդոն էլ աստե։ Էդոն հենա, Էդոն իրա ֆոտոապարատով, վիդեոապարատը սարքել նկարում մեզ, որ տեսնենք արդյոք լավ է թե վատ։ Հələ նայի, Քարակերտում հերվում ծածանվում է հայոց եռագույնը։ Հին ամենահեռվում ճանապարհի մեջտեղով գնաս ու մարա կգտնես մեր եռագույնը։ Բարև ձեզ։ Քարակերտցիները աշխատասեր, շատ լավ ժողովուրդ են։ Բախտ եմ ունեցել 3 անգամ գալ եւ 3-ն էլ շատ գոհ եմ մնացել քարակերտցիների վերաբերմունքից, ընդունելությունից։ Անցած անգամ տոլմա կերանք, հիշում ես Վարդան։ Ուրճուր տոլմաները։ Բայց մեր բարեկամը ոնց որ չի զանգում մեզ, որ իմանանք ինչ անենք։ Լավ, հələ պապիկից հարցնեմ Օմարենց տունը որտեղ է։ Մեծ աղբեր պապի, բարև։ Հազար բարին։ Ոնց ես։ Մի հատ հարց տամ էլի, Օմարենց տունն է ինձ պետք։ Օմարենց տունն եմ ուզում, Օմարենց։ Օմար։ Հա, եզդի Օմարենց տունը։ Կնոջ անունը Շահան է, 3 երեխա ունեն։ Այ դե երևի այ եմ փողոցնոց ստեղից անցնես տախով։ Հա։ Որ մտես։ Հա։ Եմ փողոցի վրա է, հլանդեղ մի Հա, քարտը։ աբրիս մեծ աղբեր, շնորհակալ եմ։ Բայց քեզ օգնելու բան կա, օգնեմ։ Մեծ աղբեր պապիկը ինձ ուղարկեց են կողմ։ Գնանք։ Դելի մարդիկ ունենք կանգնած, հիմա կանգնենք ճշտումներ անենք։ Հաստատ եթե մոտ ենք, տանտեղը կասեն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Մեզ եզդի Օմարենց տանտեղն է պետք։ Շահանե կնոջ անունը։ Շահանե։ Օմարի տանտեղի գիտենք, բայց երկու հատ Օմար կա։ Մեկինը Շահանե չի։ Ստեղինը Շահանե չի կնոջ անունը։ Ալո։ Հակոբ եղբայր, դու զանգել ես որ տանտեղը բացատրես, աբրիս մեծ աղբեր։ Հա։ Աղբերս, ես եկել եմ, ասես մի քիչ առաջացել եմ, աչ եմ արել։
Հայ փոստի մոտ եմ հենց։ Չէ, դի շատ է սեգի ախպեր։ Հետ գամ։ Ինչ ավտոյա։ Կլորֆար։ Նմերոպե ես այդ հայ փոստից մեկիչ հետ եմ ասա քեզից եմ։ Գնադես միջև վերջ։ Մերոպե ախպեր հելեմ դու։ Դեմ դիմացել կամ գյուղապետարաննա կամ դպրոց։ Այս որ ֆռում եմ հետ համ ճանապարհ։ Չմե վարգան ես ֆռում քեզի կտենամ։ Ախպեր ես սև սիրուն բան մոտ եմ, սև քարով շարած տունա։ Հետ այդ դու ես։ Հա, մի հետ դուր։ Այ դու ես ախպեր, բա տեսար ոնց է կամ հասամ քեզ ախպեր։ Չէ, մի արիս դե ախպեր։ Բա դու ծաղիկ չես տալի ինձ։ Չծաղիկը տունն ա, որ էտաս Հա, կինս կդա։ всё, բա ոնց եմ էտում հիմա։ Այն բագաժը ոչի, բայց չէ։ Մերոպե ախպեր։ Հա, նայ ախպերս, նայ։ Պետեցած բանալի բերես։ Լավ, հաստատ տունն ա։ Տուննա։ Լսի բրատ, ոնց եմ էտում։ Տենում ես այդ բեմի տունը հետևի։ Հա, Մինչև վերջ հետում ես այդ տամոտ բեմ։ հա։ Սախեսինը մի ասում է, դա ցածը դե դուրս է կերն ժողովուրդը ախպեր։ Դե всё, դե կարա զանգես դուրս գա։ Արբասա Զախիվերի տունն ա դե։ Զախիվերի տուննա, դե всё իմ ախպեր, աբլիս Հակոբ ախպեր, քեզ լավ օր։ Լավ։ Քարակերտում գեղեցիկ տներ են կերտում։ Հիմա գնում ենք գեղեցիկ տներից մեկում անակնկալ կերտենք ու քարակերտի անակնկալը համարենք կերտված։ Բա անկերներ, շինարարները տուն են սարքում, մենք տեսանյութեր, Էդոն էլ սուսպուս նայում այնց չի խոսում։ Մի բան ասել Էդո գոնե, մի բան շատ չէ։ Սերի դարպաս ա մեզ պետք, 24-ը հանկարծ զատնի չգա։ Ահա, անցանք, ամեն ինչ կարգին է, բարև ձեզ։ Իհարկե, Վալբերիսուն են դաժե, Քարակերտում, ասաս վերջի սերեբրիստի դարպաս։ Հա, Լիլիթը զանգում ա։ Լիլիթ, ես հիմա ասես գալիս եմ, Հակոբ ինձ ասաց ուղիղ գնա Զախի վրա է, ուղիղ գալիս եմ։ Մինի մարկետ ա։ Կլինի, որ մեքենայից դուրս չգաք հլը։ Հա, բա ոնց։ Որովհետև իրանց տանից դուրս են գալիս, պետքա գնան մի հատ բարեկամ ունեն, իրանց բերեն գան, մի 10 րոպե կարող է։ Խնդիր չկա, մենք կսպասենք, ուղղակի տանտեղը տենամ քշեմ անցնեմ։ Ես հիմա նենց եմ արել որ չերևան, որտեղ ա տունը։ Ես հիմա ծաղիկները ձեռքս դուրս կգամ, դուք որ ինձ տեսնեք, այդտեղ կկանգնեք։ Ես արդեն այս փողոցի վերջն եմ հասել։ Հա։ Հա, դուք էլ դուրս Ես կգաք։ մի հատ դուրս կամ այդ մարդը գնաց, չէի ուզում ինձ ծաղիկներով տեսներ դրա համար։ Լավ, հիմա դուրս եմ գալիս։ Հələ դուրս եկեք տենանք Ձախանեմ, ասած Ձախարան դե, հա։ Հաստատ Վարդան։ Հələ տենանք, սերեբիստի դարպաս ես տենում եմ ամեն դեպքում հիմա։ Լիլիթ ջան, ես դուրս գաս, ասա որ հասկանանք որ կողմից դուրս եկաք։ Հիմա մի րոպե ես իշխում եմ արդեն ձեր տանից, սա կասեմ ձեզ։ Քարակերտում լիքը քարեր են լցրել որ։ Դուրս եկա, բայց չէ հասկանում։ Հələ ես հիմա Հակոբի ցույց տված ճանապարհով եկել եմ։ Էստե Վալբերիս բան կար, դրա մոտով անցա եկել եմ։ Հա, ես տեսած ես, Լիլիթ, դուք երևում եք արդեն։ Դե լավ, այս ծաղիկն է Լիլիթի ու Հակոբի կողմից, հա, ոնց ենք ներկայացնում։ Այո, այդպես եք ասում։ Ձեր ինչն է, բարեկամական որ կապն է։ Բարեկամական կապ չի, ուղղակի մենք մտերիմ հարևաններ։ Օ, հարևանական պահ կա։ Բան արա, այս դուրը բաց է դու վերցրու ծաղիկը։ Լիլիթ ջան, դե մենք գնանք ընդ փախկվենք, ես տենանք մարդ եկավ գանք, հա։ Ես ոնց զանգեմ, նոր կգաք, լավ։ Դե գնում եմ ընդ փախկվեմ։ Հա, խնդիր չկա։ Դե կապի մեջ ունեմ։ Չտեսան չէ՞ մեզ։ Որ տունն է։ Այս դարպասները։ Էսա, հա, всё լավ։ Գնացինք ընկերներ, թաքնվենք միտեղ լարված է իրավիճակը, փախկվենք, որ հանկարծ ես չտեսնա։ Հիմա մենք ընդմիջում կանենք, չէ՞։ Ընդմիջում կանենք Միրյանի վրա, որ հանկարծ ժամանակից շուտ մեզ չնկատեն։ Տանտեղ իմացանք ամենակարևորը։ Հետ ենք գնում, որ փախկվենք։ Հարևանը, փաստորեն Լիլիթը հարևանն է ու օգնում է որ հարևաններին ուրախացնենք։ Այդպես պետք է լինի հարևանություն, ի՞նչ կասես Էդո։ Բայց քո հեռախոսը հիմա լավ նկարում է, որ դու YouTube-ի մատերիալ անես։ Հա, ճիշտ է, ապարատային բաներ է։ Դե լավ, հիմա նկարանումները կասեցնենք, լինի։ Երեխաները բոլորն էլ խառը տեղեր են։
Երեխաները բոլորն էլ խառը տեղեր են, առանձին։ Հա, դե առանձին տեղեր են, աղջիկն ու տղան ճիշտ է Հայաստանում են, բայց չեն կարողանա գալ, մի տղան է Ռուսաստանում։ Շատ բարի, լավ։ Քվիչը ժամանակին սարքել են որպես սպորտային մեքենա, ասեմ մանակ, շատ արդարացրել այս մեքենան ժամանակին իրեն, սովետական կարգերի ժամանակ բավականին լուրջ տեխնիկա է եղել։ Իսկ հիմա մենք կադրում եւս մեկ սովետական լուրջ տեխնիկա նկատեցինք, որ լգա։ Ուզում ես սխալ ասեմ 5 հոգի ինձ տեղում գնդա կահարեմ։ Իչ։ Հա։ Կերներ գեղեցիկ ու լուսավոր օր է այսօր։ Վարդան դու երկու ծաղիկ պետք է պահես քո ձեռքերում բարեկամս։ Մեկը սա է։ Հուսով եմ մեր հետևորդները կհավանեն եւ կգնահատեն այս գեղեցիկ փունջը։ Մեկ եւ երկրորդ փունջը արդեն այսօր մեր տիկին Շահանեին ոչ միայն երեխաներն են շնորհավորում, այլ նաեւ հարևանուհին Լիլիթը, ով մեզ վերել հասցրել է այստեղ։ Եվ Հակոբը։ Հա, Հակոբ աղբերը։ Գնացինք հիմա սկսենք անակնկալ, հուսով եմ նրանք մեզ շատ շուտ չեն տեսնի։ Բայց այստեղից հենց անցանք շուտ կտեսնեն մեզ։ Հա? Արագ անցնենք չջոգեն, չէ՞։ Չգիտեմ ոնց է լավ, բայց է լավ։ Մենք ողջունում ենք ձեզ։ Օրորոցում աչքեմ բացել, առաջին բարը մայրեմ ասել, Աստված ամոր ջերմ ժպիտով, Ինչպես եք տիկին Շահանե։ մայրական աղոթքներդ մի, Հələ մենք հավեսով ուզում եք, եկել ենք ձեզ հուզացնենք այդտակ, ուրախություն տանք ձեզ, այսօր ձեր օրն է, շնորհավոր լինի ձեզ ծննդյան օրը։ Ունեք գեղեցիկ անակնկալների մեծ փաթեթ եւ համեցել ենք, ուզես հələ կարողա ձեր ամուսնուն կանչեմ գա որ ուզես արխայնանաք, հա։ Իմ տղեն էլ այն, իմ աղջիկն էլ ինքը։ Բա Ձեր ծննդը շնորհավոր լինի, ձեզ շատ սիրում եմ բոլորը։ Նայեք, եթե մի մարդու հարևանը սիրում է, ուրեմն շատ լավ մարդ է։ Գիտեմ։ Ձեր հարևաններն են ձեզ շատ սիրում։ Գիտենք իրանց սիրում։ Հա։ Դե շատ լավ է։ Դե մի հատ երազանք պահեք, հələ մի հատ լավ երազանք պահեք հավեսով։ Երազանք պահեք։ Չէ, կարակ չարտահայտվեք, էլ։ Կամ կարակ շատ պահեք, մեկը արտահայտվեք, այն մնացածը չարտահայտվեք։ Մի հատ չեմ արտահայտվում։ Հա։ Երկերով են վերքդ բուժել, մայրական Մենք հələ անակնկալ ենք ան, ծափեր տվեք մեր համար հիմա։ Դες քաղցրությունը տամ ձեզ։ Ուրեմն անակնկալը, նայեք, գիտեք ում կողմից, հա, պատկերացնում եք։ Մոտավորապես։ Հələ ասեք էլ դենակ ճիշտ եք պատկերացնում։ Մեկ աղջկաց, մեկ տոմս։ Երևակային։ Դե երկու տղաների։ Վրեժի, Մարատի եւ ձեր դստեր անունը Ջամիլան, հա, ձեզ շատ են սիրում։ Հեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չու։ Հիմա ես ձեզ կտամ, բայց ձեր երեխաների ուղարկած ծաղիկը չեմ տալի։ Գիտեք ում ծաղիկն է, ով է այս տվել որ տամ ձեզ։ Այն որ սկզբից, այն որ, հա, ձեր երեխեքը չեն, սկզբից ինչ ասեցի, մարդը լավ մարդ է, երբ որ իր հարևանները շատ են սիրում ձեր հարևանների կողմից է։ Անիի, հա, Լիլիթի եւ Հակոբի։ Հա։ Պահը վրա հասա, որ տամ ձեր երեխաների ծաղիկները, բայց այդ արդեն ես չեմ տա։ Մեր մեծ աղբերը պետք է տա, որ սիրուն իր համար կայնել է։ Հա, բա, այնա սա գիտեն։ Պաշպչելա պետք ստե, հա, մի քիչ։ Հա, մի քիչ, էմե թեթև էլի ջոգի։ Իմ սիրտն ափերիդ մեջ, կրկնում եմ որ սիրում եմ քեզ, իմ սեր, անունը սարտիս մեջ, կպահեմ ես անվերջ, երդվում եմ քեզ, որ դու հիմնես հավերջ, իմ սիրտն ափերիդ մեջ, կրկնում եմ որ սիրում եմ քեզ, իմ սեր,
Սարտիս մեր Շնորհավոր ձեր ծննդյան օրը միշտ սիրված լինեք, առողջ լինեք։ Շնորհակալ եմ։ Ով չունի սենց առիթներ, թող ունենա ու միշտ լավ։ Երեխաները սիրեն ու հարգեն ծնողներին։ Ծաղիկները լավ բանի համար լինի։ Հա, Վատի չէ, բալա։ հա, ճիշտ ես ասում։ Հա, ես նա ինչ եմ ասում։ Հարգենք ու մեծարենք մարդկանց իրենց կենթանության օրոք, չէ՞։ Հա, մեծերին, հա։ Մեր մեծ, արդեն ես էլ եմ մեծերին։ Շատին Ա չէ, տես մի մտածի։ Խորացի, չես էլ լասի։ Իսկի չես էլ լասի, որ է տենց հա։ Չէ, դուք հիմա նստեք հարևաններով քեֆ արեք, մենք էլ գնանք։ Ես պետքա շատ արագ գնամ հասնեմ Եղեգնաձոր։ Դուք հո, չէ։ մի բան։ Ինչ որ մի բան։ Վարդան ինչ։ Հլարի։ Շատ բան, գինի, կանյակ, ինչ։ Հələ չենես, էդի չեղավ։ Էդի չէ լավ։ Էդի ուրեմ լեփսոլա մեծ աղբեր, բան արա։ Ինչ ես խմեմ, դու սարի մոդի գաղբեր, արեք ինչ եք խմեմ։ Էդոն կոնյակա խմում, Վարդանը կոնյակա խմում։ Ես էլ չեմ խմում, ես շոֆերն եմ։ Արի աշկից վերա, մեռնես։ Ես խմող չեմ, էլի, որ շոֆերն եմ, տենց ես չեմ խմում։ Հա, չէ, ես էլ շոֆեր չի գա։ Հա, շոֆերներին չի կարելի որ խմեն։ Խաշլամա բես։ Չէ։ Ո՞վ չէ, բարձ կաստե։ Էսի վերցրու։ Հա, չէ, բարձ կաստե։ Խմի, աղբերս, ես որ չեմ խմում, դուք խմեք արխային։ Դուք խմեք։ Բայց դու ինձ կարաս լցնես զուտ խփելու համար, էլ ար որ լցես խփեմ, էլի, որ անես բան չլի։ Աղբեր ջան։ Հա, որ բա դուք չեք խմում։ Չէ, ես Բա հարևանները չեն խմում, խմող հարևանները խմող չեն, հա։ Չէ, սաղին հեսա զաստավի տոր կխմցնեմ։ Հա, էսի էդոին է, ճիշտ է։ Աղբեր ես խփում եմ, խփելու համար ենք լցում իմ բաժակը։ Բա դու ինչ ես խմում։ Ես շամպանիկ խմում։ Դե այսքանը խփելու համար էի։ Հա, պարավն է, դու շամպանիկ խմում։ Բայց կենացը նենց ասա որ սա լսեն, լավ բան էր ասում, կեսից։ Ես լավ բան ասեցի։ Հա։ Գիրքս նայի։ Հա, գրքեր եք կարդում։ Այդ որ գիրքն է։ Երևի Դավինչի։ Դավինչի։ Անգլուխ ձիավորը, տենց ասում։ Անգլուխ ձիավորը։ Այո։ Ասում եմ աշխարհին խաղաղություն լինի։ Մեր զինվորներին բարի վերադարձ լինի։ Նորից եմ կրկնում, հիմիկվա ջահելները մեծերին չեն հարգում։ Թող մի քիչ, մի այսքան մեծերին հարգողալն են։ Ու իրանք էլ իրանց սիրեն։ Բան հետևից չեթան։ Հաստատ։ Հա։ Թող հարգանքը շատանա մեծերի հանդեպ։ Ճիշտ եք դուք նկատել։ Ես գիտեմ։ Կա նման բան։ Ես Մեր ջահելները Ես Երևանի աղջիկ։ Երևանից եկել ես քարակեր։ Այո։ Բա այդ ո՞նց է այլ է։ Տեսերը։ Խապել ես, ադշուստր ես, այն որ հիմա քանդածային ավտոբուս խապե բերել։ Որ չէ, էլի ծախե Այդ որը որ խապիր բերիր հանցանշանները սա վերացրել ես։ Մի բան կոնի վերցի երկա ճամփա եկեք։ Ահ, վերցել ենք, հենա, այս ձեր կենացը, ձեր ընտանիքի համար, ձեր լավ բան եմ արել։ մենք ուրախ ենք որ ձեր օջախում ենք, ձեր օջախում։ Հարևաններ, այդ ինչ է լավ, հարևաններ։ Ողջ երնի։ Էնի դեկորստանիքնա էնիա հարսնա, էս էլ իմ աղջիկնա։ Հարևան աղջիկը։ Հարևան աղջիկ։ Հա։ Հոկերա։ Լիլի, դե այդքան արել ես արի մի հատ շամպայն, ի՞նչ է չես խմում։ Հոկերա։ Մեր շամպայն լցրեք Լիլիթին։ Դու ես նստում, տուր։ Եկեք նշում ենք մենք գնանք, դա երկար չենք մնալու, հա։ Չենք մնալու։ Հա, Դե խփելու համար ես էլ չեմ խմում։ Ես էլ չեմ խփում, մենակ խփելու համար եմ լավ լցում։ գարի խաշնամակ է։ Անեց ես չեմ կհասկացում вообще, բայց մենք պետք է գնանք, հեսա կտենակ։ Այս վիդեոյի շարունակությունը դուք կտենակ։ Չէ, որ դուք չեք մասնակցել։ Շահր, առողջ ըլնես։ Էն ինչ ասեցիք, հələ մատ ասեք ձեր լեզվով։ Շահր, առողջ ըլնես։ Շահար, շահար առողջ։ Շարը գիտես ինչ է նշանակում։ Հա, շաքար։ Չէ, քաղաք։ Խաղակ, շահար։ Բարով հազար։ Բա մա ձեր լեզվով էլ շնորհավոր եք։ Շահր սալատա դուրբարեք վեր սահան։ Ուրախ տարի եղնի։ Մեր թևեր Մամար կնեք։ Հա, այդ է։ Շատ քաղցր լեզու է եզդերենը։ Հա։ Փաստորեն եզդներն էլ են սիրում շատ խփեն չխմեն, էլի։ Հա։ Հա։ Դե ես խփում եմ մենակ, լավ, ես դնեմ ընդ։ Էլի շնորհակալ եմ։ Ժողովուրդ անկան հասնեք տեղ։ Անկան։ Բացո խաշնամակ չկիրակ։ Ես բանա, էլի։ Կբացա։ Սոկը չեմ ուզում, ես այսի կվերցնեմ։ Այ, Այսինքն ռուլետ կանեմ կուտեմ։ Հետո դու ռուլետ արել ես։ Հաց վերեմ լավ։ Չէ, մենք գնում ենք։ Լսի, այդ ավտոն բաղով առապ տարավեց խապելու տավտոն։ Դե ձեզ լավ որ։ ես եմ մեկի խապի տավի, ցավը տանի։ Հա։
Համերնից տարդի, խապի տվին էլինի։ Մեծ աղբեր դե շատ հաճելի է։ Այսինքն շնորհակալ ենք։ Ծաղկել են յասամանները, այս հարևանինն է, թե կոնն է։ Չէ, պոկեք տարեք ներկա։ Չէ, ու պոկեմ, չէ, հետներս աղջիկել չկա պոկենք տանք։ Հոտ կտե ավտոյի մեջ կան աշեմ։ Յասաման լայքեր եմ ուզում, բաժանորդագրվեք, տարածեք, ամեն ինչ լինելու է հիանալի ուղղակի։ Գնացինք Կարմրաշեն եւ Քարակերտից։ Փոխել են էլի անունը։ Հա, Բարով եկե, Բարով էլ դեռ։ Քո մատը խառնա այդ անունը փոխելու մեջ։ Չէ, ախպեր, ես երբախ չէ, ցուցակի մեջ չեմ եղել։ Բայց դու ստիլնի անուշ ախպեր ես, դուրս եկավ։ Դե հելենք։ Քեզնի սովորել բաներ կա, լիքը պռոստը ժամանակ չունենք։ Մնայինք, նստեինք, այդպես մի քիչ գալաջանենք։ Կգամ, արդեն գիտեմ բարեկամ ունեմ ստե։ Գալու եմ, գամ։ Կգամ ու լավ կնստենք, խոսանք, կասենք։ Գնում ենք։ Հաջողություն դες։ Ստիցա ռազբարոտը մանում հելը մետամ։ Ընկերներ, ինձ համար այս պահին կրկնակի հաճելի է, երբ որ գնում ենք ու շնորհավորում ենք մեր եզդի եղբայրների առիթները։ Կարծես Հայաստանում նույն պահին միևնույն ժամանակ հայտնվես ուրիշ երկրում, ուրիշ ավանդույթների մեջ ու քեզ լավ ես զգում։ Լավ ես զգում, որ նման լավ եղբայրական ազգ ունես քո կողքին ապրող։ Հատուկ հարգանքներս եզդիներին եւ հատուկ շնորհակալությունս եզդիներին նվիրվածության եւ մեր կողքին լինելու համար։ Գնացինք հիմա ուղիղ Եղեգնաձոր։ Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն, այստեղ շպիտներն իրական, ես ձեզանից մեկը անակնկալ ես ուզում իրենք կան, սա մի հաշք է հայկական, կարող է տապվիրել